Սովորացրեք գործ անեն երեխաներին։ Մենք ճապոնական ասացված կասում եմ, եթե ծնողները աշխատում են իսկ երեխաները վայելում, ապա թորները կսկսեն փող մուրալ։ Սովորացրեք թող գործ անեն երեխաները։ Տնային գործերի մեջ անկողինը հավաքի, այս ինչ անի, ամանը լվա, մի քիչ ավլի մանր մուներ, պայուսակը իր հավաքի, վայ երեխես հոգնած հավաքի եմ գնա, չէ, թող ինքը իր պայուսակը հավաքի։ Հա, սովորացրեք գործ անեն, ու մեկ էլ բան արեք, հա։ Սովորացրեք իրանց մեջ պատասխանատվության զգացում կա, որ իրանք ինչ-որ բան պետք է անեն։ Սովորացրեք լիքը բաներ կա, որ պետք է սովորացնեք, որ կանֆետ ա ուզում, միանգամից մի բեր այդ կանֆետը, որ մեքենա ա ուզում, մի տուր, հեծանիվ ա ուզում, նույն րոպեին մի տուր, սպասելու ժամանակ թող մեջը։ Որ մարդը կարող երեխեն հասկանա, որ կախարդական փայտիկ չի իր կյանքում, ինչ ուզում ա Վրաստանում ա։ Հետո գնում ա իրական աշխարհ շոկի մեջ ա։ Դառնում ա 20 տարեկան մտնում ա իրական կյանք, տենում ա ինչ ուզում ա էլ չի ստանում, որովհետև սա կյանքը սովորել է շոկի մեջ, անգրում ա դեպրեսիայի մեջ, ասում ա պանիկ ատակ ունեմ։ Ինչի, որովհետև ինքը իրան ծնողները սովորացրել են։ Ինտերնետը սովորացրել է, այսօր իրանց արդեն սովորացրել են, ինչ ուզում ա վարքյանական ունենում ա։ Ու երբ որ տունն ես դու սովորացնում դրան, ինքը հենց մտնում ա իրական կյանք, անգրում ա շոկի մեջ ցելիս։ Դրա համար պաուզաներ տվեք իրանց ուզածի ու ստանալու մեջ։ Այսօր կանֆետ ա ուզում, վաղը բեր։ Թողեք թող ձանձրանան, սովորեն սպասել։ Թողեք թող ձանձրանան ու սովորեն սպասել։